Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Հասած ենք սերդելու Սուրբ Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքի 50-րդ գլխու 4-րդ մասը։ Նախ եկեք լսենք Սուրբ Նարեգացիի սրդի աղոթքը Աստուծո ուղված քրափար մեր ոսկերնիկով եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ զայն։ Փան ձա քիմ թամաս իխորոց սրդից խոսքն Աստուծո։ Ասեր ոմն ողոքավոր չավադալիացն բաշտունադար մեծ ինչ եւ անգշրելի արսամին թադեր անհարմարակիր անցին հուսաթիր հավադամը սպարս եւ զերչանգություն քան թե մարդիրոսությամբ իսկ թող թե ուղությամբ իմս դժվարության հանցավոր մարմնիս վաղճան ընդունել իսկ զանջարություն խորհրդույս այսուտի դեցի թավաներ իսկույն որ զի եւ մակրոցն անցինք առանց նվիրման այսր հիշադակի չևեն իսկապես կադարյալքի սպար եթե ոչ ընդ այս հրաշագերդություն մեծության հոգվով խարդեսին ապա թե մեղավորիս մասին գրգին մատուցար բաժին ասելով հուսայր իբր այն թե ես ինքն եղեր ճշմարտիվ գրավյալ զիմս թաժանություն ընդքում համեղության բادرակյալ քոյունանյութ զանգվածո նշխարավդ գենաց լուսո այսուամենայնիվ իվերնադանն նախանվեր բարեշնորության անհնարավոր աղտիցն ջարակ զմարմին եւ զարույն յուր փաշիած իկավություն եւ իվեր գարձեցուցաներ քան զնահադագի վգայեցելով արյամ գդարմամբ հուսույս օրինակ հարկավորությամբ գրել զիս իբարս այսմ բրգանոք հավատալի երևեցուներ քան թե կավելով եւ ողորմելով եւ շնորհելով որչապ աստվածականիտ ար մարդ զորություն եւ դիրական աստվածախարը մարմնույն գամավորական նվիրումն արանաստական սպանտին մատուցումն եւ անմահն ար մահգանացուս լույսը նահավոր արստվերայինս հավիդենականն քան զանցավորս բարձիալն քան զեգրավորս անստեղծն քան զեղականս փարին իսկությամբ քան ըստյուրյալս բնությամբ մանավանձի յուր է գամելն եւ յուր գենակորձելն օրտությանն արիտ քան զանիծիցս բաջար Սիրելներ եթե գիշեք այս գլուխը երբ կսերդեինք Սուրբ Նարեգացին նախ սկսավ հիանալ Տեր Հիսուս Քրիստոսի մեզի անթեփ ցուցաբերած անհուն սիրույն վրա եւ նաեւ սիրելներ երրորդ մասի մեջ տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին խոսեցավ Հիսուսի մարմինով բادرակվելու մասին ասավ ով Տեր Հիսուս դու անջարելի բան մարիր խոնարեցար մեր մարմինը քուվրատ արիր եւ քու մարմինով բادرակվեցար մեր մեղքերու թողության համար եւ ամեն օր ահավասիկ դու գբادرակվիս խոսքը եւ ես ցեզ բացատրեցի սիրելներ արյան բادرակի մասին եւ նաեւ անարյուն բادرակի մասին արյան բادرակը այն բادرակն է որ Տեր Հիսուս Քրիստոս ուղագի մարմինով չարչարվեցավ եւ մարմինով բادرակվեցավ նվիրվեցավ զոհակորձվեցավ Սուրբ խաչին վրա իսկ անարյուն բادرակը այն բادرակն է որ այսօր աշխարհի 4 կողմերը բոլոր քրիստոնյաները գբادرակեն Հիսուս Քրիստոսը թեև սիրելիներ նույն բادرակն է բայց ցևը դարբեր է այսինքն Քրիստոս մեր անարյուն բادرակներու մեջ այլևս մարմինով չի չարչարվիր այլ իր մարմին եւ արյունը մեզի հացի եւ քինիի խորհրդին մեջ են գուդա իքավություն եւ իտողություն մեղած ահա հիմա այս 4-րդ մասի մեջ կտեսնենք որ մեկը քուրմերեն մեկը գրաբաշտ անցերեն մեկը որ դարձի եկած է քրիստոնյա դարձած է Քրիստոսի ուրեմն սուրբ հաղորդությունը քերիվեր կնկատե ինչ որ է անշուշտ բայց ինչն է այս մարդուն ըսած սխալ խոսքը քերիվեր կնկատե մարդիրոսութենեն եւ արաքինի գենցաղեն գսե որ հետեւաբար երբեք գապ չունի գսե մեկը Քրիստոսի անունին համար մարդիրոսանան նահատակվի կամ արաքինի կորձեր գդարե բացարձակ կերպով արժեք չունի գսե որովհետեւ կարեւորը որ Քրիստոսի մարմին եւ արյունով հաղորդվի եւ իր այս մարդուն ուրեմն ասած այն էր որ ապաշխարությունը կարեւոր չէ բացարձակ կերպով այլ բարձաբես հաղորդվիր
մեղքորձածից հաղորդվել առանց ապաշխարելու, առանց ինքզինքդ պատրաստելու, հետևաբար արժանավորության կամ անարժանության հարց չկա, բարձրապես որ կնա հաղորդություն ար եւ հետևաբար մեղքերդ կներվին։ Ահա այս ուրեմն սխալ մտայնությունն է, որ գուզե սրբակրել Սուրբ Նարեկացին, եւ մենք սիրելներ ըսկուշ պետք է լանք, որովհետեւ այսօր մենք ապրենք այնպիսի ուրեմն աշխարհի մեջ, ուր մեր շրջապատի մեջ տեսակ խմբակներ կան, աղոթող խմբակներ, գրոնական խմբակներ եւ այլն, եւ ամեն մեկը Սուրբ Հաղորդության մասին իր ուզածը գսե եւ այդպիսով դժբախտաբար գրնա մոլորեցնել անոնք, որոնք դժբախտաբար ցանոթ չեն ճշմարիտ ուրեմն Սուրբ Հաղորդության խորհրդի ճշմարտացիության։ Անոր համար է որ Սուրբ Նարեկացին հիմա մեզի կբացատրե։ Գտարքմանեմ քանի մտողերը գսեն Նարեկացին աղոթողը որ նախաբես չաստվածներու պաշտոնյա եղած էր այս մասին մեծ ու չգշրաթատված գարձիկ մգահիթներ ոչ ճիշտ խոսքերով ինքզինք հուսադրելով թե գհավադան որ այս խորհրդի միջոցով գրտան փառքի ու երջանկության հասնիլ անսավոր մարմնիս վաղճանին քան թե մարտիրոսությամբ եւ գամ թշվար ընթացքս ուղղելով Ուրեմն Սուրբ Նարեկացին սիրելներ գխոսի մեգում մասին, աղոթողի մասին, քրապարով գոչվի ողոքող կնշանակի աղոթողը, եւ գսե այստեղ որ այդ ողոքավորը նախքին ուրեմն չաստվածներ բաշտոնյամ եղած է, քուրմը եղած է մեկ խոսքով, գրաբաշտ քուրմը եղած է։ Քուրմը գրաբաշտության քահանաներն էին։ Ինչպես որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ կամ Սուրբ Գրիգոր Սավորչի ժամանակ ուրեմն քուրմեր դարձան եւ ուղագի քահանա դարձան եւ սկսան քահանայակորձել ուրեմն այս ալ չեն գիտեր հայասկի քուրմ եղած է չեն գիտեր 11-րդ դարն է չեմ գարձեր որ հայասկի քուրմը լար կամ բարսիկ քուրմ եղած է իր մասին դերեկություն չունենք բարձրապես այս քուրմը որ նախաբես գրաբաշտեր եւ բաշտոնյա էր գրաբաշտության չաստվածներու այն ուրեմն սխալ չգշրաթատված եւ մեծ գարձիկ կհայտներ գսե Սուրբ Նարեկացին եւ ոչ ճիշտ խոսքերով ինքզին կհուսադրեր ինչ կսեր այս մարդը գսեր որ ես կհավատամ որ Սուրբ Հաղորդության խորհրդին միջոցով գրնամ փառքի ու երջանկության հասնիլ եւ որ այս մարմինս մահանա, այսինքն երբ որ վախճանիմ, անցավոր այս մարմնիս վախճանը հասնի, ավարտի իմ կյանքս, գրնամ փառքի եւ երջանկության հասնիլ եւ գսե որ քան թե եթե մարտիրոսանամ Քրիստոսի համար իմ կյանքս տամ եւ գամ իմ ուրեմն թշվար խղճալի կյանքս, մեղավոր կյանքս ուղեմ։ Այլ խոսքով գսե որ կարևոր չէ որ ես իմ մեղքերս խոստովանիմ, ապաշխարեմ, զղջամ ոչ ալ մարտիրոսությունը կարևոր է եթե հաղորդություն չառնեմ ուրեմն ես կորսված կլամ բայց եթե հաղորդություն առնեմ հետեւաբար մարտիրոսությունն ալ մեղքերու ապաշխարությունն ալ երբեք արժեք չունին կարևոր չեն այլ կարևորը հաղորդությունը ստանամ Եվ ասիկա շատ սիրելներ վտանգավոր է, շատ վտանգավոր է, այստեղ Սուրբ Նարեկացին անոր համոզումը, անոր այս սխալ հույսը գգոչե սխալ թերի եւ անհարմար գհամարե, որ այդ անցին համար, որովհետեւ անիկա աստվածային խորունկ ուսում է հերույ է այն մտածում եմ որ կամ այն հասկացողություն եմ որ Սուրբ բادرակը Սուրբ հաղորդությունը ինչ է ինչու համար որովհետև սիրելիներ մեկը իր նահատակության ընթացքին թե մեկը հասնի նահատակության Քրիստոսի անունին համար հավատքի համար նահատակվի եւ գամ ուրիշը ապաշխարե արցունք տապե գոձե գուրց կծեծե եւ մեղայիկա եւ Վերջին վարգյանին չգտնվի այնտեղ քահանամը, որ իրեն հաղորդություն տա։ Չկա ժամանակ, որ հաղորդվի։ Ուրեմն եթե մեռնի, ուրեմն փառքի եւ երջանկության պիտի չարժանանա, ըստ այս մարդուն քուրմին ոչ,
գսե որ անոնք պիտի չարժանան, ես պիտի արժանամ, որ կարևոր չէ դեպաբար ես աբաշխարեմ, պատրաստ գտնվիմ, այլ գրնամ բարձրապես հաղորդվիլ եւ փառքի ու ուրեմն երջանկության արժանալ, նույնիսկ որ վերջին վարգային ինձի կանան հաղորդություն դա։ Անշուշտ սիրելներ, եթե փախտadության տնենք մարտիրոսությունը եւ աբաշխարությունը, մարտիրոսությունը շատ քերիվեր է վստահաբար։ Հիմա այստեղ ինչու համար գսեմ ասի, որովհետեւ գսե այս մարտը, այս քուրմը, եթե գսե մարտիրոսությունը անգամ չի գտնար փառք բերել եւ երջանկություն բերել մարդուն, հաբա ուր մնաց աբաշխարությունը, ուր մնաց խոստովանանքը, ուր մնաց զղջալը։ Երբեք բամը չեն անոնք սուրբ հաղորդության կով։ Եվ ահա այս ըստվածները սիրելներ, այս մարդուն ըստվածները, որքանալ շատերու մարդոց ագանչին լավ հնչեն, սենդես ինչ լավ բան գսե, սուրբ հաղորդությունը քերի վեր է կամ մարտիրոսությունը, կամ աբաշխարությունը, ինչ լավ բան գսե, սակայն սիրելներ ճիշտ բան չէ որ գսե։ Եվ չկարծենք որ ամեն քարոզիչի, ամեն խոսողի ըսածը ուրեմն ճիշտ է։ Շատ կարևոր է սիրելներ քննել այդ ըստվածները համաձայն Սուրբ Գիրքին, համաձայն եկեղեցու Սուրբ հայրերու քրությանց, որոնք Սուրբ Հոգիով խոսեցան եւ մեզի ճշմարտությունը փոխանցեցին։ Ինչու՞։ Որովհետեւ մարտիրոսը, բարեբաշտ քրիստոնյամը մահվան շեմին եթե հասնի եւ չկարողանա Սուրբ հաղորդությունը ստանալ, արդեն իր այդ մարտիրոսությունը, արդեն այդ իր աբաշխարությունը Աստուծոքով ընդունելի է, մեղքերը կավելու համար է։ Թերևս այս նախքին քուրմը հեթանոսական մտածողություն է, որ ասիկա գսեր։ Ինչու՞, որովհետև հեթանոսության մեջ սիրելիներ, ասիկա շատ կարևոր է որ իմանաք։ Հեթանոսության մեջ գուրքերուն զոհելը քերակույն վսեմ շատ բարձր ուրեմն ակտեր արարքեր քան թե մարմինը ջնշել։ Հեթանոսները իրենց մարմինը չէին ջնշեր։ Հեթանոսները չէին աբաշխարել, եւ որ իրենց գուրքերուն դիմաց կլեին, մեղքերու համար խոստովանանք չէին ուներ, այլ բարձրապես զոհ գմադուցան էին, եւ այդ զոհ մադուցանելը իրենց համար քերակույն արարք էր։ Եվ ահա թերևս քանի որ այս քուրմը գուքա հեթանոսութեն է եւ հետեւաբար հեթանոսական շրջակից ունի մտքի մեջը խորհողություն ունի, անոր համար ինքը զոհը Քրիստոսի բادرակվիլը ավելի բարձր կհամարե, քան թե մեղքերը աբաշխարելը, զղջալը։ Բայց սիրելիներ, քրիստոնեությունը ընդունած այդ քուրմին, այդ աղոթողին հուսադրությունը ճիշտ չէ։ Ինչու՞։ Որովհետև ինչպես կրնալալ որ մարդ հաղորդություն ընդունի, երբ չէ հրաժարած իր մեղքերեն, երբ չէ ընդունած որ ինք մեղավոր է, երբ չէ խոստովանած իր մեղքերը, երբ չէ զղջացած, երբ չէ աբաշխարած, ինչպես կրնալալ սիրելիներ սրբությունը ընդունել բիղծ ուրեմն մարդու մեջ։ Ինչպես կրնալալ որ եթե ցեզի մեկը սիրելիներ աղդոտ ջենջոտ փաժագով քավատով ճուրդա գխմեք ոչ։ Հետևաբար ինչպես կրնալալ որ մեկը որ ջենջ է, բիղծ է, աղդոտ է, չէ խոստովանած մեղքերը սուրբ հաղորդությունը ստանա։ Չէ որ այդ սուրբ հաղորդությունը ստանալ իրեն համար թադաբարդություն պիտի ելնա։ Եվ այս մասին սիրելիներ Բողոս Արաքյալը շատ խստությամբ կխոսի։ Շատ խստությամբ կխոսի, որովհետև եթե ովևէ մեկը բիղծ հոգիով, այսինքն առանց աբաշխարության, առանց ինքզին քննելու, առանց զղջալու, առանց աբաշխարելու մոդենա սուրբ հաղորդության եւ սուրբ հաղորդությունը ստանա, հարցում սուրբ հաղորդությունը գոքնե մարդու բրգության։ Եթե մեկը չի աբաշխարած, եթե մեկը չի խոստովանել իր մեղքերը։ Այսին երևակայեցե գիրագի բادرակը լա, մարդիկ առանց զղջումի, առանց խոստովանանքի բարձրապես երթան հաղորդվին։ Բարձրապես։ Գարձելով որ հաղորդվելով առանց զղջալու իրենց մեղքերը պիտի ներվին։
եւ շարունակեն թե նույն մեղքերը կործել, բայց ամեն անգամ բادرակի մասնակցին եւ հաղորդություն առնեն։ Ոչ։ Այս մասին խստիվ գխոսի Պողոս Սարաքյալ առաջին Կորինթացիներու նամակի մեջ 11-րդ գլուխ, ես սիրելներ ցեզի պիտի գարտամ 27-ին 31 համարները։ Տեսեք ինչ կսե Արաքյալը։ Այսուհետև ով որ անարժանությամբ ուդե այս հացը կամ խմե դիրոջ բաժագեն, դիրոջ մարմինին եւ արյանթեմ մեղանչած կլա։ Ոստի ամեն մարդ նախ ինքզինքը թող կնե եւ ապա միայն այս հացեն ուդե եւ բաժագեն խմե, որովհետեւ ով որ անարժանությամբ կուդե եւ գխմե, այդ ուդելովն ու խմելով ինքզինք տադաբարդության կենտարգե, քանի որ զանազանություն չի տներ սովորական հացին եւ դիրոջ մարմինին միջեւ։ Այս է հաբաճարը, որ ծեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավակարներ կան եւ բազմաթիվ են նաեւ անոնք, որ նույն բաճարով մեռան, եթե երբեք մենք մեզ կնեինք, չէինք բաճվեր։ Հստակ է սիրելներ։ Փյուրեղի նման հստակ է Պողոս Արաքյալին ասածը։ Ով որ այստեղ հիշվող նախքին քուրմին բես կմտածե, այսինքն առանց ապաշխարելու, առանց զղջալու, առանց մեղքերը խոստովանու գերտա հաղորդություն կստանա, գարձելով որ անիգա իրեն փրկություն պիտի բերե, բացարձակ կերպով պիտի չբերե։ Եթե նույնիսկ մարդիկ սիրելներ իրենց հիվանդության սնարի մեջ, մահվան սնարի մեջ, բարձրապես հաղորդություն ստանան առանց մեղա Աստծո ասելու, առանց իսկապես զղջալու, պիտի չներվի իրենց մեղքերը։ Հետևաբար սուրբ հաղորդությունը սիրելիներ, որքան որ բժշկություն եւ փրկություն է մարդոց համար, նույնքան եւ թադաբարդություն է անարժանորեն զայն ընդունողներուն համար։ Այո, թադաբարդություն, նույնիսկ հավիտենական մահ։ Հաջորդ տողեր կթարգմանեմ, գսեն արեգացին, բայց ուզեցի ցուցնել խորհրդին անջարելի ըլլալը։ Հիմա քանի որ այդպես մտածեց այս նախքին քուրմը գսե, ես ուզեցի իրեն ցույց տալ այս անջարելի, անբատմելի խորհրդին զորությունը, իմաստը։ Անիգա կհավատար թե մաքուր անձերն իսկ առանց նվիրումի այս հիշադակին չեն գրնար բացարձակապես գադարյալ ըլլալ, եթե հոգիով չխառնվին այդ հրաշագերտ մեծության հետ։ Ուրեմն Սուրբ Նարեկացին գուզե բացադրել Սուրբ Բադրակին կամ Սուրբ Հաղորդության անջարելի անբատմելի զորության մասին այս քուրմին, ինչու որովհետև քուրմը գավադար որ նույնիսկ մաքուր եւ արդար մարդիկը, այսինքն սուրբերը, գամանոնք որոնք արակինությամբ զարտարված են, նույնիսկ անոնք չեն գրնար գսե բացարձակապես գադարյալ ըլլալ առանց ամենասուրբ հաղորդության խորհուրդը ստանալու։ Եվ Սուրբ Նարեկացին ալ սակայն գուզե անոր ցույց տալ ամենասուրբ խորհրդին, այս անջարելի խորհրդին, Սուրբ Հաղորդության խորհրդին զորությունը ասելու համար որ սուրբերը նույնիսկ եթե հոգիով, նույնիսկ եթե ըղծալով, փախցալով, փապակելով խառնվին միանան Սուրբ Հաղորդության, ապա Սուրբ Հաղորդությունը ստացած գլան։ Երևակայեցեք որ եթե մեկը հասած է մարտիրոսության կյանքին, պիտի նահատակվի իր հավատքին համար։ Այդ նահատակությունը սիրելիներ, արդեն երկանի որ ժամանակ չունի հաղորդվելու, մեկնալ չկա որ իրեն Սուրբ Հաղորդություն տա, արդեն այդ իր նահատակությունը հոգիով, փախցանքով հաղորդություն չի նշանակեր։ Քրիստոսի հետ միախառնված լալ չի նշանակեր, վերջապես բادرակ ինչ է, Քրիստոսի բادرակվելը ինչ է, եթե ոչ զոհվիլ։ Հետևաբար այդ նահատակները, այդ մարտիրոսները իրենց զոհակորձումով արդեն իսկ միացած կլան Քրիստոսի բادرակվելուն։ Իրենք ալ բادرակված կլան Քրիստոսի պես, ինչպես Քրիստոս ինք բادرակվեցավ, եւ հետևաբար իրենք ալ բادرակված կլան Քրիստոսով, եւ անիգա ինքնին սիրելներ բادرակ է։ Ահա գտեսնեք թե որքան նուրբ հարցեր են ասոնք, որոնք պետք է նկատի առնել եւ չլա որ հանգարց ովևէ մեկը այսպիսի այս մարդու նման մտայնություն ունենա եւ ասե որ քանի որ Սուրբ Հաղորդությունը քերազանց է մյուսներեն, հետեւաբար գարիք չկա ոչ ապաշխարելու, ոչ զղջալու, նույնիսկ մարտիրոսանալով ալ փամը չի փոխվելու, եթե հաղորդություն մեկը առած չէ։ Հաջորդ ուղերը կթարգմանեմ։
Իսկ մեղավորիս համար գրգնագի ուրեմն իսկ մեղավորիս համար գրգնագի բادرակվեցար ասելով, այս մարդը այդպես կսեր, տուն մեղավորիս համար գրգնագի բادرակվեցար, գուսար ասել թե ճշմարտաբես իմ եսս եղար, իմ տաժանությունս ու քաղցրությանը դեղը դրիր, բادرակվեցար, քու մարմինիդ նյութեն շաղված ցանկի լույսի նշխարովը։ Այստեղ խոսողը ուրեմն նախքին քուրմն է եւ ուրեմն այս նախքին քուրմը գսե Հիսուսի ինձի պես մեղավորի համար գրգնագի բادرակվեցար քան թե արդարներուն համար ինչս է գրգնագի բادرակվեցար այսինքն կարելի հասկանալ այսպես որ գրգնագի բաժարի համար բادرակվեցար առաջինը բազմաթիվ ու մեծամեծ մեղքերուս համար երկրորդ որբեսի արժանի լամ երկնագին փառքին ասոնց համար տուն բادرակվեցար Եվ ասիգա ասելով քուրմը գհուսար գսե այստեղ Սուրբ Նարեգացին որ Քրիստոսի ըսած լարդ է ճշմարտաբես իմ եսս այսին իմ անձս եղար իմ դեղս եղար թուն ես եղար իմ դեղս եղար իմ անձս եղար եւ իմ թաժանությանս այսին իմ թարնությանս փոխարեն քու քաղցությունը դրիր եւ բادرակվեցար քու գողմետ գազմված մարմինովդ այդ թուն գազմեցիր այդ մարմինդ այդ նյութը որ եւ այդ նյութը որ մեզի դվիր բادرակին տածքին նշխար է գենաց լույսի հիմա քուրմին ասած դեր Հիսուսին սա է ով դեր եթե մաքուր մարդիկ առանց մարմինը ճաշակելու այս կյանքեն մեկնին մեռնին ես մեղավորը լալով առավել բաժին գրգնագի բաժին գարնեմ քան անոնք ինչու որովհետեւ թուն ինձի մեղավորիս գմոդենաս Եվ ինձի գմիանաս եւ ես քեզի սուրբ հաղորդությունը ճաշակելով եւ ահա թուն գտարնաս իմ եսս իմ անձս եւ նույնիսկ երբ մեղավոր եմ քեզի միանալով իմ թարնությանս դեղը գտնես քու քաղցությունդ եւ մեղավորիս միանալով գկավես մեղքերս եւ շնորհներովդ գզարտարես ահա մաքուր մարդիկը միայն քու շնորհքիդ մասնագից կլամ մինչդեռ ես անոնցմե ավելին գարժանամ որովհետև մեղքերս կավելով գրգնագի շնորհքի արժանացուցած կլաս ինձի որովհետև մեղքերս կներես եւ բադիժներս իսկ ազատես ինչ որ արդեն գրգնագի շնորհք է ահա սիրելներ այսպիսի աղոթող այս մարդը սուրբ հաղորդությամբ դրվող կավությունը ավելի մեծ կհամարի քան նահատակությունը, քան ապաշխարությունը այլ խոսքով գսե որ կարևոր չէ նորեն կգրտնեմ նույն բաները կարևոր չէ որ ապաշխարե մեկը կարևոր չէ որ մեղքերը խոստովանի կարևոր չէ նույնիսկ նահատակվի կարևորը սա է հաղորդվիս վերջ ուրեմն փառքի եւ երջանկության գարժանաս հիմա գտարմանեմ սիրելներ շարունակությունը գսե նարեգացին ասով անթերց որը վերնադամ մեջ առաջին շնորհապաշխության ադեն իբր ամփուժերի ախտերու դարման իր մարմինն ու արյունը փաշխեց իբր կավություն ուստի անիգա հաղորդությունը ավելի վեր կգարձեր արյամբ գդարված նահատակներու վկայութենեն այս նախքին քուրմը կգարձեր գսեր թե Քրիստոս իր գդարած առաջին շնորհապաշխության ժամանակ երբ փաշխեց առաջին անգամ Հիսուս իր մարմին եւ արյունը վերնադան մեջ առաջին անգամ շնորհք փաշխեց սա որ արեք կերեք ասիկայի մարմինս է արեք խմեցեք ասիկայի մարմինս է հացը եւ քինին դալով իր աշակերտներուն հետեւաբար գսե այս նախքին քուրմը որ Քրիստոս վերնադան մեջ երբ առաջին շնորհապաշխությունը գդարեց իր մարմին եւ արյունը դալով իբրև թարման մեր ամփուժելի ախտերուն մեղքերուն ադով այդ ծևով Հիսուս զանուցեց թե այդ խորհուրդը քերակույն է քան մարտիրոսներու թափած արյունը շարունակությունը կշարունակեմ սիրելիներ թարգմանել մինչև ավարտը հույսի այս օրինագովը գուզեր ան հասկացնել այս քուրմը այս հույսի օրինագով գուզեր հասկացնել թե այս բրգանքով Աստված ավելի գնահնդրե փառքի արժանացնել զիս քան թե կավելով ողորմելով եւ ներելով որովհետև Աստվածային զորությունը քերազանց է քան մարդկային ուժը դերունի Աստվածախարն մարմինին գամավոր նվիրումը քան անաստական սպանթի մատուցումը անմահը քան մահկանացուներս ահավոր լույսը քան սվերայիններս հավիլենականը քան անցավորներս
Փարցիալը քան երկրավորներս, անստեղծը քան ստեղծվածներս, իսկության բարին քան բնության մոլորածներս, մանավանդ որ իրն է գամենալը եւ իրը կյանք շնորհելը, օրդության արիթը լալով եւ ոչ թե անեցքի պատճառ։ Ուրեմն սիրելիներ, նախկին քուրմը գահավադար թե Աստված ավելի գնախնդրե Սուրբ հաղորդության փրկակինով միավորել փառքի արժանացնել զինք, քան թե իր ճգնությունը դեսնելով իրեն մեղքերու կավություն դար, թողություն դար, ներում շնորհեր։ Իրեն համար, այս քուրմին համար այն էր կարևորը, որ Աստված ավելի գնախնդրե, որ Սուրբ հաղորդության փրկակինով իրեն փառքի արժանացնե, քան թե ինքը ելե աբաշխարե, մեղքերը զղջա, խոստովանի եւ ադորամար դեր իրեն արժանացնե փառքի։ Ինչ սխալ մտածում չէ։ Որովհետեւ բادرակին արժեքն ու փրկանքը գուքա Քրիստոսի հանդեպ անհուն արժանավորութենեն գսե ինքը, մինչդեռ ճգնությունը, աբաշխարությունը մարդկային չանքեն է։ Եվ քանի որ գսե մարդկային չանքը, մարդկային աշխատանքը կարևոր չէ, կարևորը աստվածային նվիրումն է, եւ հետեւաբար առաջինը, այսին աստվածային այս շնորհքը, որ մեզի գնե, ավելի անհամեմատելիորեն գսե ավելի քերիվեր է, քան երկրորդը, քան մարդկային մեր չանքը։ Այսին աստվածային զորությունը քերազանց է, քան մարդկային ուժը, դերունի աստվածախարն մարմինին նվիրումը, եւ որ դերը իր մարմինին խառնեց, այսին միացուց մեր մարմինը, իր աստվածության միացուց մեր մարդկային բնությունը, հետեւաբար այս միախառնված մարմինը գսե նվիրումը Քրիստոսի անփան անասուններու, ուրեմն մատուցումեն ավելի քերիվեր է, անշուշտ 5 դագարանի մեջ անփան անասուններ, ոչխարներ, նոխազներ եւ այլն գմորթվեին, հորթեր գմորթվեին, անշուշտ Քրիստոսի մարմինը քերազանցորեն ավելի է, քան այդ անփաններու ուրեմն զենումը մատուցվելը, մանավանդ որ Քրիստոս անմահն է, իսկ մենք մահկանացու, ինք ահավոր լույսն է գսե այս մարդը, մենք ըստվերը, ինք հավիտենականն է, մենք անսավորը, ինք բարձիալն է, մենք երկրավորը, ինք անստեղծն է, մենք ստեղծվածը, ինք իսկության բարին է, էության բարին է, իսկ մենք բնության մոլորած, եւ իրն է, իր կորձն է գամենալը եւ գենակորձելը, կյանք շնորհելը, ինք օրդության արիթ է եւ ոչ թե անեցքի պատճառ։ Սիրելիներ, այս բոլոր խոսքերը, որոնք ըսված են այս քուրմին գոմե, որ քրիստոնյա դարձած է անշուշտ, լավ բան է, շատ լավ է, եւ իսկապես որ հավատքով անոնք շատ քաղցր խոսքեր են եւ հույս տվող խոսքեր են, բայց որովհետեւ այդ քուրմը, նոր դարձած քուրմը, դակավին խորքը չի գիտեր աստվածային, ադորամար թերի են իր ըսածները եւ վտանգավոր նաեւ, ոչ միայն թերի, այլ վտանգավոր։ Ինչու՞։ Այո, Մարտիրոսներն ու Արաքինի մարտիկը երբ Սուրբ հաղորդությունը առնեն, ավելի փառքով կբսակվին, սակայն Սուրբ հաղորդությունը ստանալը առանց աբաշխարելու, առանց մեղքերուն անդրադառնալու, առանց մեղքերը զղջալու, առանց զանոնք խոստովանելու, անիկա սիրելիներ թադաբարդության պատճառ կրնալալ, ինչպես որ արդեն քիչ առաջ կարդացի Պողոս Արաքյալի խոսք առաջին Գորընթացներու նամակի 11-րդ գլխում մեջ։ Դարձյալ կարդացեք։ Շատ վտանգավոր կրնալալ։ Անիկա կրնած սիրելներ մեր թադաբարդության պատճառը լալ, երբ առանց խոստովանելու, առանց զղջալու, առանց աբաշխարելու Սուրբ հաղորդություն կստանանք։ Եվ այս աղոթող մարդուն քուրմին մտածածը հանդունքն եւ համարցակ հույս է, որովհետեւ երբ կարևոր չի համարեր աբաշխարությունը եւ Արաքինի վարքը Սուրբ հաղորդության ստացման համար, կնշանակի թե անպատրաստ վիճակով կհամարցակի մոդենալ Քրիստոսի ահավոր խորհրդին, Սուրբ Բادرակին, ինչ որ թուր կփանա ճարիքներու եւ նաեւ թադաբարդության։ Ինչու՞։ Որովհետեւ ասել է թե մեղավոր մարդը առանց աբաշխարելու Սուրբ հաղորդությունը ստանալով առավել վարձկի գարժնա, քան մարտիրոսներ, այսպես ասել,
կնշանակե որ սիրելներ արտարացնել իր մեղքերը։ Ասել որ ես բեք չունիմ ուրեմն աբաշխաչանք տապելու, ջիք տապելու, ո՞ե մեկ ջիք տապելու, որբեսի մաքրվիմ։ Կարևորը որ հաղորդվիմ եւ վերջ բոլոր մեղքերս կներվին։ Ինչպես սիրելներ մեր մեղքերը կրնան ներվիլ եւ որ մենք ցավ չենք ապրիր այդ մեր կործած մեղքերուն համար, չենք զղջար, մեղա չենք գսեր Աստծո, չենք գսեր դեր ներեին զիմ մեղքերս։ Չէ որ սիրելներ Փարիսեցին ալ դաջարին մեջ ինքզին կկովեր, բայց մաքսավորը գուրծ կգծեծեր եւ մեղա գսեր եւ ով արտարացավ։ Հիսուսով մաքսավորը արտարացած դուն կնաց եւ ոչ թե Փարիսեցին։ Հետևաբար այս մտածելագերբը, որ այս քուրմը ուներ, դարձի եկած քուրմը, հերցվածողական է եւ շատ վտանգավոր։ Ամեն մեղավոր մարդ նախքան Սուրբ Հաղորդության խորհրդի մոդենալը բարդավոր է, բարդի աբաշխարել, այսինքն խոստովանել իր մեղքը եւ աբա մոդենալ Սուրբ Հաղորդության։ Ինչու՞։ Որովհետեւ սիրելներ Սուրբը Քրիստոս սրբության մեջ կուզե բնագիլ։ Եվ որ գզղճանք, ուրեմն դեղ պատրաստած կլանք Տիրոջ եւ որ դերը գուքա մեր մեջ, այսինքն հաղորդվինք Սուրբ Մարմինով եւ Արյունով, այնադեն գմակրվինք ամբողջությամբ, որովհետեւ Սուրբը լսած կլա մեր խոստովանանքը, հետեւաբար պատրաստած կլա Սուրբ Օքին մեր անձը, որովհետեւ մենք Սուրբ Հաղորդությունը ստանանք։ Առանց աբաշխարելու, առանց զղջալու, առանց խոստովանելու մեր մեղքերը Սուրբ Հաղորդությունը ստանալը ինքնին արդեն մեղանչել կնշանակե Քրիստոսի մարմին եւ արյան դեմ։ Անդորամար Սարգսակը Սուրբ Հաղորդության ժամանակ կհրավիրե մեզ եւ գսե. Երգյուղիվ եւ հավատով հարաճմադիկ եւ սրբությամբ հաղորդեցարուկ։ Երգյուղով եւ հավատքով մոդեցեք եւ սրբությամբ հաղորդվեցեք։ Ոչ թե անդարբերությամբ, այլ սրբությամբ։ Հետևաբար սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի աստղագիցներ, եկեք սրբությամբ մոդենանք Սուրբ Հաղորդյան։ Անիկա իսկապես Քրիստոսի մարմին եւ արյունն են։ Հացի եւ քինիի խորհրդին յետին դարերուն յետին ճշմարիտ Քրիստոսի մարմին եւ արյունն են։ Գենթանի Քրիստոսի ներկայությունը կա այնտեղ։ Եթե մենք անդարբերությամբ մոդենանք եւ սովորական հացին եւ քինին եւ Քրիստոսի մարմնին եւ արյան միջև դարբերություն չտնենք, ապա դիգա մեզի թադաբարդություն կլա։ Ուստի եկեք խոնարեցնենք մեր անձը, զղջանք, խոստովանենք մեր մեղքերը եւ հավատքով ու սրբությամբ մոդենանք Քրիստոսի Սուրբ Հաղորդյան։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։